Թիմ Տելեկոմ Արմենիան բջջային ցանցի լայնածավալ արտիականացման աշխատանքներ է սկսում Էրիքսոն ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ։ Ընկերությունները ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Թիմը այս տարի նորագույն սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները, ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ։ Միաժամանակ Էրիքսոնի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնվի ինտերնետ թողունակությունն ու արագությունը, բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ։ Արդեն 4 տարի է մենք կառուցում ենք բավականին մեծ ծավալով օպտիկա մանրաթելային ցանց, եւ հիմա իրականում եկել է այն ժամանակը, որպեսզի մենք այդ օպտիկա մանրաթելային ցանցի վրա կարողանանք կառուցել իրական լավ ռադիոծածկույթ եւ 4G եւ 5G տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ մենք գիտենք, որ Ericsson-ը ռադիոցանցի տեխնոլոգիական առաջատարն է։ Մենք սկսում ենք մի նոր շարք համագործակցություն այդ ընկերության հետ։ Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի շնորհիվ մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները, ասում է Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրենը։ Եթե 4 տարի առաջ ընկերությունը քաղաքային և գյուղական բնակավայրերի ընդամենը 4%-ն էր կարողանում ապահովել 4G տեխնոլոգիայով, այսօր այդ ծածկույթն ապահովված է 24%-ում։ Այս համագործակցության արդյունքում մինչև տարեվերջ ընկերությունը ծածկույթը հասցնելու է 80% և ավելիի։ Այս տարի կներդրվի նաև 5G տեխնոլոգիան։ Այն կգործարկվի Երևանում ու մարզերում։ Մինչև տարվա վերջ ընկերությունը նախատեսում է այս ցանցի հասանելիությունն ապահովել Հայաստանի բնակչության 60-70%-ին։ 5G is for citizens. 5G ցանցը քաղաքացիների համար կապահովի ցանցի ավելի լավ որակ, ավելի լավ ծածկույթ եւ անխափան տարբեր ծառայությունների միանալու շատ ավելի լավ հնարավորություն։ Օրինակ տնտեսվարողների համար է, առողջապահության ծառայություններ մատուցողների, կրթական համակարգերի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների, որոնց համար ըստ իս Թիմ Տելեկոմ Արմենիան Հայաստանում կարևորագույն գործընկեր է։ Թիմ Տելեկոմ Արմենիան պատրաստվում է 2025 թվականի ընթացքում ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրում կատարել բջջային ցանցի զարգացման նպատակով։ Վստահ է, որ շատ շուտով ընկերությունը որակական չափանիշներով լինելու է առաջատարը ոչ միայն ֆիքսված, այլև բջջային կապի ոլորտներում։